Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թեև մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը, այս մասին հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Մայիսի 13-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության եւ ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացման ուղղված նոր նախաձեռնություններ։ Միրզոյանը եւ Քսավիե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ եւ ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը, ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի վճռականությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին Բերլինում հանդիպել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա գործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները։ Բարձր է գնահատվել գործակցության ներկա մակարդակը եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ։ Նրանք քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգը, անդրադարձել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության իրավիճակին։ Աջիթ Դովալը տեղեկություն է ներկայացրել Հնդկաստան-Պակիստան սահմանային լարվածության շուրջ հնարավոր զարգացումների մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։